Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Գիտեք, թե որն է հավատքի բարձրագույն ձևը։ Վստահել Աստծուն, երբ թվում է, թե անցնում ես դժոխքի միջով և ոչինչ իմաստ չունի։ Ես Ջոյս Մայերն եմ և տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը և նույնը կանի քեզ համար։ Շնորհակալություն այսօր ինձ միանալու և վայելել ամենօրյա կյանքը հաղորդումը դիտելու համար, որտեղ սիրով խոսում եմ Աստծո խոսքից, որովհետև գիտեմ, որ այն կյանքեր է փոխում։ Ես խոսում եմ Աստծուն վստահելու մասին։ Խաղաղություն ունենալու միակ միջոցը իսկապես սովորելն է թողնել սեփական ջանքերը և թույլ տալ, որ Աստված լինի Աստված։ Գիտեք, կամ մենք ենք գործելու, կամ Աստված։ Եթե շարունակում ենք փորձել ինքներս շտկել ամեն բան, դա իրականում խոսում է անհանգստության մասին։ Երբ անհանգստանում ենք, փորձում ենք գտնել միջոց մեր խնդիրը կարգավորելու համար, և հետաքրքիր է, որ առաջին Պետրոսի 5:6-ում ասվում է. «Խոնարհվեք Աստծո հզոր ձեռքի տակ, որ ձեզ բարձրացնի ժամանակին»։ Իսկ 7-րդ խոսքում ասվում է. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգս է անում ձեզ համար»։ Սուրբ գրային այս երկու խոսքերը կարծես անհամատեղելի են, բայց իրականում ասվում է, որ խոնարհվելու ուղին չանհանգստանալն է, որովհետև երբ անհանգստանում ենք, իրականում մտածում ենք, որ կարող ենք պարզել մեր խնդիրը։ Նախևառաջ մենք պետք է սովորենք, որ ոչինչ չենք կարող պարզել, մինչև Աստված չտա մեզ պատասխան։ Մեզնից շատերը մի փոքր խնդիր ունեն ինքնապավինության հետ, հատկապես Աստծո հետ մեր ընթացքի վաղ օրերին։ Շատերս մեծացել ենք, սովորելով չվստահել մարդկանց։ Այնուհետև ձեռք ենք բերել միտում, չվստահելու նաև Աստծուն, բայց նա մարդկանց նման չէ։ Նա հավատարիմ է և հուսալի։ Անհնար է, որ նա սուտ խոսի։ Այն, ինչ նա ասում է իր խոսքում, անում է։ Ինքնավստահ, ինքնուրույն մարդիկ դժվարությամբ են վստահում ուրիշներին, քանի որ նրանք կարող են հիասթափեցնել իրենց։ Եվ երբեմն Աստված թույլ կտա, որ անցնենք ինչ-որ բաների միջով, որպեսզի ցույց տա, որ ինքներս մեզ ապավինելը չի գործում։ Երկրորդ Կորինթացիների 1:8 և 9 խոսքերում ասվում է. «Քանզի չենք կամենում, եղբայրներ, որ դուք չգիտենաք այն նեղությունը, որ Ասիայում մեզ եղավ, որ մեր կարողությունից ավելի ծանրաբեռնվեցինք, մինչև որ մեր կյանքի հույսն էլ կտրել էինք»։ Պողոսը և նրա հետ լինողները հավանաբար անցնում էին մեծ դժվարության միջով, որովհետև նա ասում էր, որ նույնիսկ չգիտեին կապրեն, թե ոչ։ Թերևս չէին էլ մտածում դրա մասին։ Նրանք շատ դժվարությունների միջով էին անցնում, բայց հենց մենք ինքներս մեզ վրա մահվան վճիռն ունեինք, որպեսզի մեր անձերի վրա հույս չդնենք, այլ Աստծո վրա, որ մեռելներին հարություն է տալիս։ Աստված թույլ տվեց, որ նրանք անցնեն այդ դժվարության միջով, և համոզված եմ, որ նրանք այն ժամանակ չհասկացան դա, ինչպես որ մենք չենք հասկանում։ Աստված, ես փորձում եմ լավը լինել, փորձում եմ ծառայել քեզ։ Եվ մենք ներկայացնում ենք Աստծուն մեր լավ հատկանիշների ցանկը։ Սակայն խնդիրը մնում է ու չենք հասկանում, թե ինչու։ Այնուհետև շարունակում ենք ապրել մեր կյանքը, բայց հասկանում ենք այդ ամենը հետո։ Քանիսդ եք հիմա հասկանում այն բաները, որոնք չէիք հասկանում այն ժամանակ, երբ անցնում էիք դրանց միջով։ Եվ քանիսդ գիտեք, որ ձեր հոգևոր աճը մեծ մասամբ տեղի է ունենում կյանքի դժվար, ոչ թե լավ ժամանակներում։ Բայց հենց մենք ինքներս մեզ վրա մահվան վճիռն ունեինք, որպեսզի մեր անձերի վրա հույս չդնենք, այլ Աստծո վրա, որ մեռելներին հարություն է տալիս։ Երկրորդ Կորինթացիների 3:5-ում ասվում է. «Ոչ թե մենք մեզնից բավական ենք մի բան միտք անելու, ինչպես մեզնից, այլ մեր բավական լինելը Աստծուց է»։ Իմ աղոթքներում հաճախ ասում եմ. Աստված, ես ոչինչ եմ առանց քեզ։
Ես ոչինչ չեմ կարող անել առանց քեզ։ Ես սիրում եմ ինքս ինձ անվանել ամեն ինչ եւ ոչինչ։ Ամեն ինչ Քրիստոսի մեջ, ոչինչ իմ մեջ։ Ես մտածում եմ, որ պետք է հիշեցնենք ինքներս մեզ այն, որ մարդ արարածին անհրաժեշտ է ընդամենը մի քանի հաջողություն, եւ նա այս ու այն կողմ է պտտվում մտածելով, թե ամենալավն է։ Մենք պետք է հիշենք, որ մեր յուրաքանչյուր հաջողություն նշանակում է, որ Աստծուն մի փոքր ավելի հասանելի է եղել մեր մարմինը, որի միջոցով նա կարողացել է գործել։ Եվ այդ ամենը նրա վաստակն է։ Ամեն։ Հռոմեացիների 12:3, որովհետև Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել։ Դա լավ հրահանգ է, դու չպետք է վատ մտածես քո մասին, բայց մեր յուրաքանչյուր հաջողության համար պետք է շնորհակալ լինենք Աստծուց, որովհետև նա է գործում մեր մեջ եւ թույլ չտանք, որ հաջողությունը մեզ ամբարտավան դարձնի։ Որովհետև գիտեք թե ինչ է կատարվում, երբ ավելի բարձր ենք մտածում մեր մասին, քան հարկն է, սկսում ենք վերևից նայել մյուսներին։ Եվ մենք դատում ենք նրանց, որովհետև նրանք թույլ են եւ չեն կարող անել այս բանը, մենք արագ ենք, իսկ նրանք դանդաղ, եւ այսպես շարունակ։ Դու չես կարող դատել ուրիշներին, մինչև չափազանց բարձր չմտածես քո մասին։ Մի ունեցեք չափազանցված կարծիք ձեր կարևորության մասին, այլ գնահատեք ձեր կարողությունները սթափ դատողությամբ, համաձայն հավատքի այն չափի, որ Աստված ամեն մեկին բաժանեց։ Եթե ձեր գլխում երբևէ ծագի այս միտքը, թե նրանք չէին կարող կառավարել այս ամենը առանց ինձ, ապա կարող եք փորձել մեզ, եթե ցանկանում եք։ Ֆիլիպեցիների 4:13 ամեն բանի համար ես ունեմ ուժ Քրիստոսի մեջ, ով զորացնում է ինձ, ես պատրաստ եմ ամեն ինչի եւ ընդունակ եմ ամեն ինչի նրա միջոցով, ով ներքին ուժ է ներարկում իմ մեջ։ Ես ինքնաբավ եմ Քրիստոսի բավականությամբ։ Ինքներս մեզ ապավինելը մեր ամենամեծ սխալներից մեկն է։ Ամեն օր դու պետք է հիշեցնես քեզ, ես ոչինչ չեմ կարող անել առանց Աստծո։ Այն ինչ անում եմ չի հաջողվի առանց Աստծո։ Աստված չի գործում, երբ մենք ենք գործում, նա սպասում է մինչև հոգնենք, այնուհետև գործում է։ Հովհաննեսի 5:30-ում Հիսուսի խոսքերն են։ Հրաշալի սուրգրային խոսք, ընդլայնված Աստվածաշնչում այն երկար է, բայց այնքան հրաշալի է, Հիսուսն ասաց, ես ինձնից ոչինչ չեմ կարող անել։ Նա խոսում է որպես մարդու որդի։ Ինքնուրույն իմ սեփական կամքով, այլ միայն ինչպես սովորեցնում է ինձ Աստված եւ ինչպես ստանում եմ նրա հրամանները, ինչպես լսում եմ, այնպես եմ դատում, որոշում եմ, ինչպես ինձ պատվիրված է որոշել, ինչպես ձայնը հասնում է ինձ, այնպես էլ որոշում եմ կայացնում, եւ իմ դատաստանը ճիշտ է, արդար եւ արդարացի, որովհետեւ ես չեմ փնտրում կամ հաշվի չեմ առնում իմ կամքը։ Օհո։ Ես ցանկություն չունեմ անելու այն, ինչ հաճելի է ինձ։ Չգիտեմ, ես հասել եմ դրան, թե ոչ, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ։ Իմ մտադրությունը, իմ նպատակը, այլ միայն ինձ ուղարկող հոր կամքն ու հաճությունը։ Պատճառներից մեկը, որ կարծում եմ մեզ համար շատ դժվար է վստահել Աստծուն, այս մտահոգությունն է։ Ինչ կլինի, եթե չստանամ այն, ինչ ուզում եմ։ Հասկանում եք, դա պարզապես նման է հառաչանքի։ Բայց ինչ կլիներ, եթե մեզ ավելի շատ հետաքրքրեր այն, թե ինչ է ուզում Աստված, քան այն, թե ինչ ենք մենք ուզում։ Բայց իրականում մեզ դժբախտացնում է այն ամենը, ինչ ուզում ենք։ Ինչի համար պայքարում ենք, որ ստանանք։ Ինչը փորձում ենք իրականություն դարձնել, որովհետև վստահ ենք, որ դա այն է, ինչ պետք է ունենանք։ Բայց եթե իսկապես վստահում եք Աստծուն, կարող եք իմանալ, որ եթե դա իսկապես այն է, ինչ պետք է ունենաք, ճիշտ ժամանակին Աստված կտա այն։ Եվ գիտեք, Աստված պատասխանում է յուրաքանչյուր աղոթքի, բայց երբեմն նա ասում է ոչ։ Կարծում եմ, մենք չենք գիտակցում դա այնպես, ինչպես հարկն է։ Հիսուսը 3 անգամ խնդրեց, որ չգնա դեպի խաչը, բայց գնաց։ Ես կարծում եմ, Աստված ասում էր ոչ։ Այնպես որ մենք կարիք չունենք պայքարելու, որպեսզի ստանանք մեր ուզածը, մենք կարիք ունենք ասելու Աստված քո կամքը լինի։ Ո՞րն է տերունական աղոթքը։ Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում է։
Թող նրա կամքը լինի։ Եվ այսպես մեր ուզածը չստանալու վախը խանգարում է մեզ վստահելու Աստծուն։ Եվ եթե թվում է, թե չի իրականանալու այն, ինչի համար աղոթում ենք, մեզ համար շատ դժվար է պարզապես հետ քաշվել եւ ասել. «Լավ, թող քո կամքը լինի»։ Մենք գտնում ենք փոքրիկ միջոցներ, փորձելով խորամանկությամբ, նենգաբար եւ զարտուղի ճանապարհով հասնել մեր ուզածին։ Եվ սա է մեր բոլոր խնդիրների պատճառը։ Գիտեք, մենք խոսում ենք հավատքի եւ վստահության մասին եւ Աստծուն հավատալը այն բանի համար, ինչ ցանկանում ենք, թերևս հավատքի ամենացածր ձևն է։ Գիտեք, թե որն է հավատքի բարձրագույն ձևը։ Վստահել Աստծուն, երբ թվում է, թե անցնում ես դժոխքի միջով եւ ոչինչ իմաստ չունի։ Բայց միևնույն է, դու վստահում ես Աստծուն եւ գիտես, որ նա սիրում է քեզ։ Անցյալ տարի այս ժամանակ ես անվասայլակով էի, քանի որ վնասել էի երկու ոտքս։ Մեջքիս շրջանում առաջացել էր թրոմբ, որը մեծապես ազդել էր աջ ոտքիս վրա։ Այն բացարձակապես անուժ էր, ես ընդհանրապես չէի կարողանում հենվել դրա վրա։ Վերականգնողական կենտրոնում վերջապես բավականաչափ ապաքինվեցի եւ ինձ թույլ տվեցին քայլակով տուն գնալ։ Եվ ինչ արեցի։ Ընկա եւ կոտրեցի մյուս ոտքս, եւ դու պետք է տաղանդավոր լինես դա անելու համար։ Իսկապես, երբ նայում ես դրան, մտածում ես. բավական է, Աստված իմ։ Հենց սկզբից ես Աստծուն խնդրեցի, թող որ ճիշտ վարվեմ։ Ես չեմ ուզում դժգոհել, չեմ ուզում տրտնջալ, չեմ ուզում վատ վերաբերվել ուրիշներին, չեմ ուզում դժգոհ լինել։ Եվ բաներից մեկը, որ Աստված իսկապես դրեց իմ սրտում, տվյալ օրով ապրելն էր։ Եթե մենք կարողանանք սովորել պարզապես օր-օրի վայելել մեր կյանքը, Աստված կտա մեզ այն շնորհքը, որի կարիքն ունենք, ճիշտ այնպես, ինչպես նա իսրայելցիներին օր-օրի տվեց այն մանանան, որի կարիքը նրանք ունեին։ Եվ եթե նրանք հավաքում էին, ավելի այն փտում եւ գարշահոտ էր տարածվում։ Երբեմն մարդիկ ասում են. իմ կյանքը գարշահոտությամբ է լցվել։ Գուցե պատճառն այն է, որ դուք փորձում եք չափազանց շատ մանանա հավաքել մեկ օրում, դուք անցկացնում եք այս օրը, փորձելով հասկանալ վաղվա օրը, փոխանակ պարզապես վայելեք այս օրը։ Գիտեք, որ դուք կարող եք վայելել ձեր կյանքը, մինչ խնդիր ունեք։ Եթե իսկապես հավատում եք, որ Աստված լուծում է ձեր խնդիրը եւ աշխատում է դրա ուղղությամբ, կարող եք վայելել ձեր կյանքը, մինչ խնդիր ունեք։ Մեր կարծիքով միակ ժամանակը, երբ կարող ենք վայելել կյանքը, այն է, երբ ամեն ինչ կատարյալ է, երբ կարող ենք ունենալ մեծ ուրախություն։ Աստծուն վստահելը չի երաշխավորում, որ կստանանք այն, ինչ ուզում ենք, բայց երաշխավորում է, որ կստանանք այն, ինչ Աստված գիտի, որ լավագույնն է, հաշվի առնելով ամեն բան։ Եվ գիտեք, մենք իրերին նայում ենք մեր տեսանկյունից։ Մենք չենք նայում իրերին թագավորության տեսանկյունից։ Ղուկասի 22-րդ գլխում Հիսուսը 3 անգամ ասում է. Հայր, հեռացրու այս բաժակը ինձնից, սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը լինի։ Այսինքն նա իսկապես չէր ուզում գնալ դեպի խաչը։ Նրա քրտինքն ինչպես արյան կաթիլներ թափվում էր երկրի վրա։ Դա իրականում մի բան է, որ կարող է պատահել ամենասաստիկ ճնշման ներքո։ Նրան հենց նոր դավաճանել էր Հուդան։ Նրան լքել էին աշակերտները, որոնց խնդրել էր ընդամենը 1 ժամ աղոթել իր հետ։ Նրանց կյանքում ամեն բան ներդնելուց հետո Հիսուսը խնդրեց. կարող եք ինձ հետ աղոթել ընդամենը 1 ժամ, բայց նրանք քնեցին։ Լավ է, որ Հիսուսն ամուր հավատք ուներ հոր հանդեպ, քանի որ երկրի վրա ոչ ոք կարծես չէր օգնում իրեն։ Բայց գիտեք, նա չէր բարկանում նրանց վրա, վատ չէր վերաբերվում նրանց, երես չէր թեքում նրանցից։ Ինչու՞, որովհետև գիտեր մարդկային բնույթը։ Վստահ եմ, որ Հայր Աստված հաճույք չէր ստանում որդու տառապանքը տեսնելիս։ Եվ հավանաբար կնախընտրեր փրկել նրան այդ ամենից, եթե դա լիներ միակ բանը, որ նա պետք է դիտարկեր։ Նա տառապում է։ Ես չեմ ուզում, որ նա այդպես տառապի, բայց գիտեք ինչ, նա մտածում էր մեր մասին։
Եվ նա պատրաստ էր թույլ տալու իր որդուն անցնել այդ ամենի միջով, եւ իրականում Աստված էր Քրիստոսում, որ հաշտեցրեց աշխարհը իր հետ։ Կարելի է ասել, որ հենց Աստված էր անցնում այդ տառապանքի միջով։ Նա պատրաստ էր անելու դա մեզ համար, քանի որ ուներ թագավորության հեռանկար։ Նա տեսնում էր բոլոր այն մարդկանց, որոնք կարող էին փրկվել եւ ապրել իր հետ հավիտենության մեջ։ Այնպես որ ճիշտ էր, որ հայրը չտվեց Հիսուսին այն, ինչ նա խնդրեց։ Եվ երբեմն լավ է, որ նա չի տալիս մեզ այն, ինչ խնդրում ենք, քանի որ մենք միայն մեզ ենք դիտարկում եւ չենք տեսնում մնացածը։ Մենք չենք տեսնում այն, ինչ Աստված է տեսնում, մենք չգիտենք այն, ինչ նա գիտի։ Ահա թե ինչու այդքան կարևոր է ասել Աստված, ես գիտեմ, որ դու բարի ես եւ ես վստահում եմ քեզ։ Դա ինձ համար անտրամաբանական է։ Բայց գիտեք ինչ, ձեր գործը չէ պարզել, թե Աստված ինչ է անում։ Դա լավ եզրահանգում է։ Իմ գործը չէ պարզել, թե Աստված ինչ է անում։ Հռոմեացիների 11:33-34 խոսքերը հայտնում են. ամեն դեպքում փորձում են հայտնել մեզ, թե որքան խորն են նրա իմաստությունն ու գիտությունը։ Ո Աստծո հարստության, իմաստության եւ գիտության խորությունը, որքան անըմբռնելի, անհասկանալի, անբացատրելի են նրա դատաստանները, նրա որոշումները եւ որքան անքննելի, խորհրդավոր եւ անբացահայտելի են նրա ճանապարհները, նրա մեթոդներն ու ծրագրերը։ Այսպիսով, ինչ է սա մեզ ասում։ Դուք կարող եք պրպտել այնքան, որքան ուզում եք, բայց չեք կարողանա մշտապես բացահայտել, թե ինչ է Աստված անում։ Խնդրեք Աստծուց այն, ինչ ուզում եք, բայց ուրախությամբ ընդունեք այն, ինչ նա տալիս է։ Աստվածաշունչն ասում է. «Չունեք, որովհետև չեք խնդրում, ես զգում եմ ազատություն Աստծուց խնդրելու ցանկացած բան»։ Բայց գիտեք, երբեմն նաև ավելացնում եմ, եւ եթե դա քո կամքը չէ, խնդրում եմ մի տուր։ Որովհետև եթե չեմ կարողանում գտնել համապատասխան գլուխներ եւ խոսքեր, վստահ չեմ, որ դա այն է, ինչ Աստված ուզում է։ Այնուհետև մեր հզոր աղոթքներից մեկն այն է, որ Աստված փոխի մյուսներին։ Դու պետք է փոխես իմ ամուսնուն, դու պետք է փոխես իմ որդուն, դու պետք է։ Գիտեք, մենք ուզում ենք, որ նա փրկի այն մարդկանց, ում սիրում ենք։ Եվ դա բնական է, բայց մենք պետք է հիշենք, որ երբ աղոթում ենք մեկ ուրիշի համար, նա ունի ազատ կամք։ Եվ Աստված չի խախտի նրա ազատ կամքի իրավունքը ձեր խնդրանքը կատարելու համար։ Երբ աղոթում եք մարդկանց համար, Աստծուն հնարավորություն եք տալիս գործելու նրանց կյանքում։ Բայց ամենակարևորն այն է, որ այո ասողը նրանք պետք է լինեն։ Մենք չենք կարող այո ասել մեկ ուրիշի փոխարեն, այնպես որ իրականում իմաստ չունի ինքդ քեզ տանջես մեկի համար, ով չի ծառայում Աստծուն, որովհետև դու չես կարող ստիպել որևէ մեկին սիրել Հիսուսին։ Լավագույն բանը, որ կարող ես անել, նրա համար լավ օրինակ լինելն է։ Եղեք աղ եւ լույս։ Աղը ծարավ է առաջացնում։ Ուստի թող ձեր կյանքը մարդկանց մեջ ծարավ առաջացնի այն ամենի համար, ինչ դուք ունեք, ով է ձեր կյանքի ղեկին։ Ես մի պատմություն եմ լսել երկու դեռահաս աղջիկների մասին, որոնք միասին էին անցկացնում օրը, եւ նրանցից մեկը շատ ինքնաբուխ էր եւ հաճախ պարզապես անսպասելի բաներ էր մտածում։ Եկ սա անենք։ Եվ այսպես նա հանկարծ որոշում է տեղերով փոխանակվել մեքենան վարող աղջկա հետ եւ փորձում է դա անել, մինչ մեքենան շարժման մեջ է։ Չնայած մեքենայի վարորդը սկզբում դիմադրում է, սակայն ի վերջո միանում է փորձին եւ շուտով նրանք հայտնվում են առվի մեջ։ Սաստիկ վնասված ավտոմեքենայով։ Ես խորհուրդ եմ տալիս թույլ տալ, որ Աստված լինի ղեկին։ Եվ մի փորձեք նրա հետ տեղերով փոխվել, այլապես դուք էլ կհայտնվեք առվի մեջ։ Չափազանց շատ մի կենտրոնացեք ձեր ուզածի վրա։ Ավելի շատ խոսեք Աստծո հետ այն մասին, թե ինչ է նա ուզում, քո կամքը լինի։ Ես բազմաթիվ տարիներ եմ անցկացրել աղոթելով այն ամենի համար, ինչ ցանկանում էի։ Հիմա երբ հետ եմ նայում, գրեթե ամաչում եմ դրանից։ Բայց դա քրիստոնեության մանկության փուլն է։ Մենք հանկարծ մտածում ենք, օհո, մեր կյանքում կա մեկը, որը կանի այն ամենը, ինչ ուզում ենք։
Եվ նա իսկապես տալիս է ձեզ շատ բաներ այն ամենից, ինչ ցանկանում եք։ Ցնծա Տիրոջով եւ նա կտա քեզ քո սրտի ցանկությունները, բայց մեր սրտի ցանկությունները երբեմն կարող են խառնվել մեր մարմնի ցանկություններին։ Այն, որ ես ինչ-որ բան եմ ուզում, չի նշանակում, որ իսկապես սրտի ցանկություն է։ Հատկապես, եթե խոսում ենք նյութական բաների մասին։ Ես չեմ առաջարկում, որ աղոթեք միլիոնատեր դառնալու համար։ Ես չեմ առաջարկում, որ աղոթեք Ջոյս Մայերի ծառայության ղեկավարը դառնալու համար։ Ներողություն, այդ հաստիքը զբաղված է։ Եվ ես հեշտությամբ չեմ հանձնվում։ Աստծուն վստահելու գործում մեծ համբերություն է անհրաժեշտ, որովհետև նրա ժամանակը պարզապես մեր ժամանակը չէ։ Նրա շուտովը մեր շուտովը չէ։ Տերը շուտով գալիս է։ Սրանք Պողոսի խոսքերն են, եւ այդ ժամանակվանից անցել է արդեն 2000 տարի։ Տիրոջ մոտ մեկ օրը 1000 տարվա պես է, իսկ 1000 տարին մեկ օրվա պես։ Աստվածաշունչն ասում է, որ սա փոքր-ինչ նման է այն բանին, երբ մշակը ցանում է իր սերմը։ Մարկոսի 4:26-27 խոսքերում ասվում է. «Եվ գիշեր-ցերեկ նա քնում է եւ վեր է կենում»։ Ես սիրում եմ այսպես ասել. նա իր սերմը ցանում է հողի մեջ, այնուհետև վեր է կենում եւ գնում քնելու, վեր է կենում եւ գնում քնելու, վեր է կենում եւ գնում քնելու։ Եվ նա լի է հույսով, հավատքով։ Եվ այսպես նա գնում է այգի տեսնելու, թե արդյոք ինչ-որ բան դուրս չի եկել։ Հասկանում եք, այն ժամանակ, երբ գետնից վերև ոչինչ չի աճում, գետնի տակ շատ բան է կատարվում։ Դու արմատներ պետք է ունենաս ներքևում, նախքան վերևում կունենաս պտուղներ։ Այնպես որ ներսում հսկայական աշխատանք պետք է կատարվի։ Աշխատանք, որը ոչ ոք չի կարող տեսնել, նախքան որևէ բան կտեսնենք արտաքուստ։ Եվ սա այն մասն է, որտեղ պետք է համբերատար լինենք, որովհետև ինչ կպատահեր, եթե մշակը ամեն օր դուրս գար եւ ասեր. «Դե ոչինչ դուրս չի գալիս, ավելի լավ է հանեմ այդ սերմը եւ պարզապես մոռանամ դրա մասին»։ Ոչ, գրված է, մշակը երկայնամիտ սպասում է։ Ինչը նշանակում է, որ նա ջրում է այն, հանում է մոլախոտերը, ջրում է այն, հանում է մոլախոտերը, ջրում է, հանում է մոլախոտերը, ջրում է եւ հանում մոլախոտերը։ Նա հոգ է տանում, որ այն արևի ջերմություն ստանա, այնուհետև մի օր սերմը ծլում է։ Այդպես էլ Աստված է գործում։ Նա սիրում է հանկարծակիություն։ Պողոսը բանտում էր, եւ նրանք երգում էին կեսգիշերին, երբ հանկարծ մի հրեշտակ հայտնվեց։ Չգիտեմ, թե որքան ժամանակ էին նրանք երգում, բայց հավանաբար բավականաչափ երկար, քանի որ մտածեցին, որ դա չի գործում։ Բայց չեմ կարծում, որ նրանք երգում էին ինչ-որ բան ստանալու համար, նրանք անկեղծորեն փառաբանում էին Աստծուն։ Մենք բազմաթիվ սովորական օրեր ենք ապրում, մինչ սպասում ենք այդ հատուկ օրվան։ Գիտեք, կյանքի մեծ մասն իրականում սովորական է անցնում։ Եվ դուք պետք է կարողանաք համակերպվել դրան։ Քանի որ դրանք այն օրերն են, երբ պարզապես սիրում եք Աստծուն։ Օրհնություն եք լինում մարդկանց համար, շնորհակալ եք եւ վայելում եք այն, ինչ Աստված է տվել ձեզ։ Հակոբոսի 5:7 եւ 8 ասվում է. «Ուրեմն համբերատար եղեք, եղբայրներ, մինչ սպասում եք, մինչև Տիրոջ գալուստը»։ Այնտեղ չի ասվում համբերատար եղեք, եթե սպասում եք։ Բոլորը սպասելու են, բայց գիտեք ինչ է համբերությունը։ Համբերությունը սպասելը չէ, համբերությունը այն է, թե ինչպես եք վարվում, մինչ սպասում եք։ Եվ հունարենում ասվում է, որ համբերությունը հոգու այն պտուղն է, որը միայն փորձության մեջ է աճում։ Այլ կերպ չեք կարող ձեռք բերել այն։ Վաու։ Թույլ տվեք կրկնել։ Նախքան կավարտենք այսօր, մի կենտրոնացեք ձեր ուզածի վրա այնքան, որ մոռանաք վայելել այն, ինչ ունեք։ Կարծում եմ պետք է կրկնեմ։ Մի կենտրոնացեք ձեր ուզածի վրա այնքան, որ մոռանաք վայելել այն, ինչ ունեք։ Ամեն։ Շնորհակալություն այսօր մեզ հետ լինելու համար եւ մենք ուղարկում ենք օրհնություններ ձեր ճանապարհին։ Աղոթում եմ, որ ունենաք փառահեղ օր եւ հիշեք այսօրվա խոսքը եւ թող այն օգնի ձեզ, Աստված օրհնի ձեզ։
Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։